Ես շատ դրական եմ գնահատում այս գործընթացը, որովհետև հեծի պետական նացումը փաստացի դա Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման կարևորագույն մաս է, եւ իհարկե գլխավոր նպատակը հենց ես համոզված եմ, որ պետական հնարավորությունների հզորացումն է, բացի դրանից մենք տեսել ենք, որ ահաբեկչության այդ նախապատրաստողական գործունեությունում հեծի մասը նաև կար եւ պետք է անջատեին հոսանքը ամբողջ պետությունում, առհասարակ այն, որ կարա օտար երկրյա գործակալների ձեռքում լինի ռազմավարական այդպիսի օբյեկտը եւ օգտագործվի Հայաստանի պետության դեմ, ինչպես ահաբեկչության դեպքում, այդպես էլ առհասարակ ուրիշ դեպքերում, դա ես կարծում եմ, որ հայկական ինքնիշխան պետության համար լրջագույն վտանգ է եւ ուստի հաշվի առնվել այդ վտանգները եւ այդ տրամաբանությամբ է հիմա պետությունը, այդ թվում այդ լիցենզիայի հարցը լուծելով հասնում նրան, որ հեծը պետք է եւ ամբողջ համակարգը, էներգետիկ համակարգը կարելի ասել, պետությունը վերահսկի եւ չվերահսկի օտար պետությունը իր ուրեմն էմիսարների կամ դրածոների միջոցով։ Իհարկե դա նաեւ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի մասին էլ է, որովհետեւ ինքը ուրեմն լինելով հեծի սեփականատեր, միևնույն ժամանակ ուներ հնարավորություն վարչական այդ ռեսուրսը օգտագործելու այդտեղ աշխատող մարդկանց, իրենց ընտանիքների եւ այլն, ինչը հաշվի առնելով, որ ինքը արդեն քաղաքական դաշտ է մտել, նաեւ անթույլատրելի